Ես ուժած քաղաքացի եմ, տուժել եմ Ինեկո բանկից, զանգարել են ինձ և ասել, որ 600,000-ի հայտ է նախ ներկայացել են Ինեկո բանկի աշխատակից և իմ անազգանունով, այսինքն սա ինձ մոտ հարց է առաջացնում, թե որտեղից իմ տվյալները իրենց, այստեղից հասկանալի է, որ տվյալների բացթողում կա այստեղ և որը նաև ես բացթողումներից եմ ավելի շատ ուզում խոսել և ընթացքում կպատմեմ նաև դեպքի մասին։ Ինեկո բանկը ունի Ինեկո ընկեր հավելված, որը ևս տվյալների արտահոսք է ապահովել երկար ժամանակ և այսինքն եթե զեղծարար լինի Ինեկո բանկի հաճախորդ և իմ անազգանունը գրելով, հեռախոսի համարը գրելով, հանգիստ կարող է իմանալ ես այդ բանկի հաճախորդ եմ թե ոչ և սա համարվում է արդեն տվյալների արտահոսք և հիմա փոխվել է իհարկե, բայց փոխվել է, երբ մեր զեղծարարության խմբի մի քանի անդամներ ակտիվ բողոքել ենք, գնացել ենք բանկ և ասել ենք սա արտահոսք է, իրենք փոխել են ձևը։ Այո, հեռախոսահամարը գրում են և ամբողջ տվյալները գալիս է, դու ով ես, անուն, ազգանուն, ամբողջ տվյալները։ Իսկ որտեղ են գրում այդ հեռախոսահամարը։ Ինեկո բանկի հավելվածում, այսինքն որտեղ այդ հավելվածում օրինակ ես Ինեկոյի հաճախորդ չեմ, այլ բանկի, բայց գումարում տարբերակով կարող եմ հեռախոսի համարի միջոցով ձեզ գումար փոխանցել։ Դա նկատի ունեք, հա։ Չէ, տեսեք, եթե ես ցանկանամ իմանալ դուք Ինեկո բանկի հաճախորդ եք թե ոչ, ես ձեր հեռախոսահամարը գրելով կբերի, եթե դուք Ինեկո բանկի հաճախորդ եք, ձեր բոլոր տվյալները իմ մոտ բերում է, եթե չեք, չի բերում։ Այսինքն անձնական տվյալները գաղտնազերծում։ Այո, անձնական տվյալները եւ եթե դա այդպես չլիներ, մենք իրենց բողոքել ենք եւ իրենք փոխել են կարգը։ Իսկ ձեր համարը ոնց են իմանում, որ գրում են այդ զեղծարարները։ Դե այստեղ արդեն ես կասկածներ ունեմ, որ հնարավոր է եւ բանկի աշխատակից է իրենց հետ համագործակցում, որ ամբողջ տվյալների բազան տալիս է եւ տալիս է թե ում կարելի է ես համարվում եմ լավ վարկառու, դրա համար էլ ինձ են զանգահարել։ Այսինքն չէր կարող պատահական ինձ զանգահարեին։ Եվ այդպես ներկայանային եւ այդպես ինձ տուղատը։ Եվ որքան են ձեզանից հափշտակել։ Սկզբում ասել են 600,000-ի հայտ է ներկայացվել, դա դուք եք թե ոչ, վարկի հայտ է ներկայացվել, դա դուք եք թե ոչ, ես ասել եմ ոչ, ես չեմ։ Ասել են չեղարկենք թե հաստատենք, ասեմ իհարկե չեղարկենք, որովհետև դա ես չեմ, ես հարցում չեմ արել։ Եվ իրենք ասեցին հիմա մնացեք կապի մեջ, չեղարկման պրոցեսն ենք կատարում եւ բայց վարկի հաստատման պրոցեսն է սկսվել իրենց մոտ։ Եվ 5,200,000 մի անգամ են երկու վարկ են ձևակերպվել, 5,200,000 մեկ անգամ եւ 144,000 մեկ անգամ։ Իսկ հիմա ինչ ճակատագիր ունեն այդ վարկերը, դուք վճարում եք թե ձեզանից բռնագանձում են։ Ոչ, ես վարկերը չեմ վճարում, բայց առաջին ամսում ես որոշում եմ տարել ոստիկանությունից, որ բանկին ճանաչել են տուժող եւ այդ որոշումը ներկայացրել եմ, իսկ երբ իմ քարտի վրա փող է հայտնվել, անմիջապես վարկի մարում են տվել, բայց ես վարկը չեմ մարում ինքնուրույն եւ սպասում եմ տեսնենք։ Բայց ձեր հաշիվներից ավտոմատ գանձում է։ Այո, բայց քանի որ ես փոխել եմ իմ բանկը, ավելի ապահով բանկ եմ նախընտրել, հիմա այդ դեռևս չեն գանձվում։ Ես կուզեի նաև հղումների մասով ճիշտ ասած ասել, հղումների ես կարող եմ ձեզ ցույց տալ։ Ձեր անունը կասեք կներեք։ Թեհմինե։ Ինչան։ Թեհմինե Բուրնուսուզյան։ Հղումների մասով ես կարող եմ ձեզ հիմա ցույց տալ, ուրեմն իրանք ասում են դուք անցնում եք անհասկանալի հղումներով եւ հիմա ինձ հետաքրքիր է սովորական հասարակ քաղաքացին։ Տեսեք, ստեղ գրված է sivmanki.com, tinyor.com եւ online surveymonkey.com։ Հիմա ո՞րն է իրանցը։ Ո՞րն է զեղծարարինը, որը իրանցը։ Չգիտեմ, ո՞ր մեկն է, երկու բան է։ Երեքն էլ իրանցն է։ Հասկանում եք, իրանք իրենց Ինեկո, ասենք հասարակ գրելու Ineko.am, չգիտեմ, .com, չգիտեմ, դրա փոխարեն, իրանք իրենց այդ լոգոն թաքցնում են ինչ-որ տարօրինակ լինքերի հետևում։ Ձեզ մոտ կասկած չի առաջացնում, որ surveymonkey.com-ը Ինեկո բանկի հետ դժվար կապ ունենա։ Բայց իրանցն է ախր։ Ունեն իրենք այդպիսի դոմեյնով։ Սա հենց իրանցն է։ Ու ինձ երկու տարբեր հղումներ ա եկել, երկու Ինեկոյի, ես գնացել եմ բանկ, արդեն այս ամեն ինչից հետո, ասում կներեք, ես ոնց պետք է, սա դուք եք, նախ ասում եմ հասկանամ ճշտ եմ, դուք եք թե չէ, ասում այո։ Ասում եմ իսկ ես ոնց պետք է հասկանամ, սա դուք եք թե չէ, եթե այստեղ չի գրված Ինեկո բանկ։ Ուղղակի ես հասկացել եմ Ինեկոից, որովհետև դրանից առաջ ինձ կոդեր էր եկել, վարկի մարման կոդեր, ես հստակ գիտեի, որ դա այդ մասով ասում, իսկ ոնց պետք է հասկանամ։ Եվ ոնց պետք է քաղաքացին հասկանա,
Եթե դուք բանկը սենց քաղաքականություն ունի, զանգում է միշտ տարբեր համարներով, չունի հստակ համար, բացի 510 համարից, իրանք ունեն լիքը տարբեր համարներ, այսինքն այս ժամանակահատվածում իրանք ինձ երևի մի 5-6 տարբեր համարներից զանգել են, իսկ չի կարելի դա էլ հստակեցնել, որ մարդը իմանա, որ բանկը ունի այս հեռախոսահամարները, եւ ոչ թե տարբեր համարներից գա, որ ես մի օր էլ ասեմ, սա էլ է երևի բանկի հեռախոսահամար, ու ինձ զանգահարել են Որևէ կերպ ընդառաջ չի գնացել բանկը ձեզ այս հարցում։ Ոչ, ինքը ասում է, երբ որ դատարանի որոշումը կլինի, դատարանի որոշմամբ նոր մենք կդադարեցնենք այս ամենը, իսկ դատարան դեռ չենք հասել։ Բայց օրինակ մյուս քաղաքացին ում հետ որ ես զրուցում էի, այս ձեր ուժած ընկերներից, ինքը ասաց, որ ասել են, որ երբ որ քրեական վարույթը կավարտվի, նոր կբռնագանձեն, չնայած որ ID բանկից բռնագանձում են դեռ իրեն։ Ոչ, իրանք բռնագանձում են, ոչ թե բռնագանձում, այլ տոկոսները այո, դա ավելանում է, 37,000 իմ հաշվին գումար էր մեկը փոխանցել չիմանալով, զգուշացրել էի, բայց պատահական էլի ուղարկել էր, դա էլ է վարկի մարում գնացել։ Անմիջապես, ես չեմ հասցրել տեսնեմ նույնիսկ, ուղղակի սպասում եմ, որ գա այդ գումարը, մեկ էլ մտածեցի, ասի կարող է, ու տեսա, որ իսկապես վարկի մարում է գնացել։ Փակել ամբողջությամբ հաշիվը, թե դուք չեն տալիս։ Դեռ այս պահին, չէ, դեռ այս պահին չեմ փակել, բայց զրոյական եմ լրիվ պահում, ես իմ բոլոր գործակները անում եմ այլ բանկով։ Ինչ-որ ակնկալիք ունեք, որ որևէ պատկան մարմին։ Այո, հիմա ամենաթույլը գործառույթների առումով ներողություն մարդու իրավունքների պաշտպանն է, չնայած գնում ենք նրա ստուռը, այսպես ասած։ Չգիտեմ, պաշտպանից սկսած մինչև կառավարություն ակնկալիք ունեք որպես բանկան։ Այո, կառավարությունից էլ ակնկալիքն է։ Իհարկե, բա պետության ներսում է կատարում է զեղծարությունը, բա ով է պատասխանատու, եթե ոչ պետությունը։ Ես միանշանակ կարծում եմ եւ բանկն է պատասխանատու, եթե տեսեք, տարիներ շարունակ միանման գործողություն է կատարում զեղծարարը եւ չի պատժվում եւ այստեղ կա նաեւ բանկի անպատժելիության գործոնը, որովհետեւ տարիներ շարունակ ոչ մեկ բանկից այդ գումարները չի ստացել, այսինքն բանկը հաղթող է դուրս եկել, դրա համար է զեղծարությունը շարունակվում է։ Պետությունը շատ ուշադրություն չի դարձրել դրա վրա եւ միգուցե իրան ձեռնտու է, ես չգիտեմ։ Եվ շատ կարևոր մի բան ասեմ, երբ այս տեսանյութները լինում են, մեր քաղաքացիների վրա եմ շատ զարմանում, երբ որ բոլորը իրենց պարտքն են համարում, արտադիր մի հատ վատ կոմենտ գրեն, նկատողություն անեն, դե այդքան ասում են ձեզ մի մտեք այդ նախ անձնական տվյալներ ես չեմ տվել եւ ոչ ոք չի տվել, իմ անձնագրային ոչ մի տվյալ ես չեմ տվել եւ երկրորդ այնց մեծ խոսալու փոխարեն կարելի ավելի ապրոմակցող լինել եւ մտածել, որ եթե իրենք այդքան մեդիագրագետ են, իրենց հարազատները միգուցե հայտնվեն նման իրավիճակում եւ բոլորը պետք է իմանան, որ պետությունը կապ չունի դու մեդիագրագետ ես, մեդիագրագետ չես, պետությունը եւ ֆինանսական բոլոր մարմինները պարտավոր են հոգ տանել